ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա հանդիպան ընթացքում կարող է խնդրել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ Նրանք շատ թեմաներ ունեն քննարկելու, գլխավորն այն է, որ Չինաստանը հայտնվի նրանց մեջ, ովքեր ճնշում կգործադրեն Ռուսաստանի վրա, որպեսզի պատերազմն ավարտվի, ասել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՉԺՀ նախագահի հետ հանդիպմանը կարող է քննարկել Չինաստանի կողմից Ռուսաստանից նավթի ներկրման կրճատման հարցը։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին ուղղված Բելգորոդի ջրամբարի պատնեշին։ Նրա խոսքով պատասխանատվողությունները կարող են ներառել հարվածներ Ուկրաինայի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների, ինչպես նաև զինպահեսների վրա։ Նրանք հարվածեցին քաղաքացիական ենթակառուցվածքին և գործնականում ստեղծեցին տեխնածին աղետ։ Այս հարվածը ուղղված էր խաղաղ բնակչությանը, քանի որ մարդիկ զրկվեցին ջրի մատակարարումից։ Պատասխանը կլինի կոշտ ռազմական օբյեկտների ուղղությամբ, նշել է Կոլեսնիկը։ Հոկտեմբերի 25-ին Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել Բելգորոդի մարզի ջրամբարի պատնեշին, ինչի հետևանքով վնասվել էր կառույցը և ջրի մակարդակը սկսել էր ընկնել։ Մի քանի գյուղում արձանագրվել էր ջրհեղեղ և բնակիչներին առաջարկվել էր տարհանել։ Ռուսական կողմը միջադեպը որակել է որպես Կիևի փորձ ստեղծելու տեխնածին աղետ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը ստում է ճակատում հաջողությունների մասին և դրա փոխարեն շատ կորուստներ ունի։ Մասնավորապես Ուկրաինայի առաջնորդը հերքել է, որ նրանք կարող են արագ գրավել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին հաղորդում է Axios-ը։ Վերջերս տարածված այն պնդումները, թե Ռուսաստանը հաջողությունների է հասնում առաջնագծում, պարզապես դատարկ խոսքեր են։ Իրականում նրանք չեն կարողացել որևէ էական առաջընթաց գրանցել։ Սակայն իր դաշնակիցների հետ անձնական զրույցներում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր բանակը կգրավի ամբողջ Դոնբասը մինչև հոկտեմբերի 15-ը։ Ուկրաինական հետախուզությունը տեղեկացել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունների մասին, ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Ռուսաստանը չի կարող դա անել, նա բավարար մարդիկ չունի։ Պուտինի հզոր գումարտակները ոչնչացվել են։ Այսօր մարտադաշտում մենք հիմնականում մնում ենք այնտեղ, որտեղ եղել ենք վերջին 2-3 ամիսների ընթացքում, նշել է Զելենսկին։ Ռուսաստանը աջակցում է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության կողմից ձեռնարկված միջոցներին իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Չոյ Սոն-հուի հանդիպումից հետո։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Չեռնոգորիայի իշխանությունները հոկտեմբերի 27-ին արագացված կարգով չեղարկել են Թուրքիայի քաղաքացիների համար սահմանված առանց վիզայի ռեժիմը։ Պատճառը Պոդգորիցայում տեղացի բնակչի դանակահարությունն է, որի առնչությամբ ձերբակալվել է Թուրքիայի և Ադրբեջանի 2 քաղաքացի։ Միջադեպից հետո դեպքի վայրում հավաքվել է մի քանի 100 մարդ, որոնք միգրանտների դեմ ուղղված կարգախոսներ են հնչեցրել։ Հրահրել են թուրքերին պատկանող գույքի դեմ ուղղված պատասխան հարձակումներ և զանգվածային վանդալիզմի գործողություններ։ Ավելի ուշ իրավապահ մարմինները այլ իրավախախտումների համար ձերբակալել են Թուրքիայի և Ադրբեջանի ևս 45 քաղաքացու։ Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը հայտարարել է, որ տնտեսական ակտիվությունը և երկկողմ լավ հարաբերությունները պահպանելու նպատակով առաջիկայում Թուրքիայի հետ ինտենսիվ բանակցություններ կսկսվեն գտնելու օպտիմալ տարբերակ, որը կլինի փոխշահավետ և համագործակցության և դաշնակցային ոգուն համահունչ։ Առայժմ որոշվել է ժամանակավորապես դադարեցնել Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքը Չեռնոգորիա։ Ներկայումս Թուրքիայի քաղաքացիներն այդ երկրում առանց վիզայի կարող են մնալ մինչև 90 օր։ Վերջին տարիներին Չեռնոգորիայում թուրքական ներկայությունը զգալիորեն աճել է։ Երկրի վիճակագրական ծառայության տվյալներով Չեռնոգորիայում բնակվում է Թուրքիայի ավելի քան 13,000 քաղաքացի, իսկ թուրք ձեռնարկատերերին է պատկանում մոտավորապես 6900 գրանցված ընկերություն, բոլոր օտարերկրյա ձեռնարկությունների գրեթե 28%-ը։